Լվում ենք մայրաթոր պեչնացնում, մայրաթորի բակում և ինչպես տեսնում եք, բավականին հոծ բազմություն է այստեղ հավաքվել, մերթընդմերթ իրավիճակը մի փոքր լարվում է, որովհետև եկեղեցու բակում հավաքված քաղաքացիները բաժանվել են երկու թևերի, մի մասը պաշտպանում է վեհափառին, նշում է, որ իրավունք չունեն նման բան անելու, քաղաքացիների մյուս կեսը վանկարկում է, որ վեհափառը պետք է հեռանա եկեղեցուց քիչ առաջ, րոպեներ առաջ նաև վեհարան մտան այն 10 կաթողիկոսները, որոնք երեկ հայտարարություն էին տարածել այսօրվա հավաքի վերաբերյալ, նրանք արդեն մտել են վեհարան և ամենայն հայոց կաթողիկոս Նորից ու պետություն Գարեգին երկրորդը գտնվում է վեհարանում, այժմ նրանք արդեն հավանաբար զրուցում են, ընդունել են նրանց, տեսնեք դուրս գալուց հետո նրանք ինչ կպատասխանեն լրագրողներին, նրանց մտներից եպիսկոպոսները որևէ հայտարարություն չեն արել, որևէ պարզաբանում չեն տվել, մեկնաբանություն չեն տվել, գուցե կաթողիկոսի հետ զրույցից հետո կարողանանք համենայն դեպս կփորձենք որևէ մեկնաբանություն ստանալ նրանցից, թե ինչ պատասխան են նրանք ստացել կաթողիկոսից։ Այս պահին մենք կշարունակենք նաև հետևել այստեղ իրադարձությունների զարգացմանը, հասկանալու թե ինչ է ասվում առաջիկայում։ Պետք է նշեմ նաև, որ բավականին մեծ ոստիկաններ կան այստեղ, որոնք նաև պաշտպանում են հասարակական կարգը, որովհետև քաղաքացիներից ոմանք սուր հայտարարություններ են անում, փորձում են լարել իրավիճակը, սադրել հատկապես նաև կաթողիկոսին հեռացնելու պահանջով եկած քաղաքացիներին իրաց խոսքի տարատեսակ իրականություն, այսպես ասած, անձանապահություն են և հետևաբար նաև ոստիկանություններ ստիպված են ներգրավել։ Այս բանի հետևս այսքանը կհետևենք իրադարձությունների զարգացմանը, տեսնենք թե ինչ է տեղի ունենալու նաև առաջիկա։